Շնորհակալություն, պարոն Ավինյան, իմ հարցը ըստ էության կշարունակի պարոն Բագրատյանի հարցին։ Դուք ասացիք փոքր կենտրոնում ավտոմեքենաների սահմանափակում, բայց նաև փոքր կենտրոնում շինարարության սահմանափակման մասին պետք է խոսել, կարծում եմ, եւ այս կոնտեքստում հարցս հետեւյալին է վերաբերվում։ Արդեն երևի, չգիտեմ, կլինի 1 տարի, լայնորեն գովազդվում է, բայց իմ տեղեկություններով շինթույլտվություն չունի Օրբելի փողոցի վրա 535 հարկանի շենքի նախագիծը, որը ենթադրում է առավոտյան կամ երեկոյան ժամին միանգամից 2000 մեքենայի մուտք Բաղրամյան փողոց կամ Օրբելի փողոց, որը իր հերթին նշանակում է կոլապս։ Ուզում եմ հասկանալ, ի վերջո շինթույլտվություն կա կամ լինելու է թե չէ 535 հարկանի շենքի Օրբելիում եւ ոնց կարող եթե հանկարծ լինի, ոնց է դա այդ նույն տրամաբանության մեջ կենտրոնը բեռնաթափելու տրամաբանության մեջ մտնում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Բաբայան։ Գիտեք, Օրբելին իհարկե փոքր կենտրոն չի, չնայած այդտեղ շատ խիտ է երթևեկությունը, եւ այսպես ասեմ, բոլոր տեսակի որոշումները շինթույլտվություն տալ թե չտալու վերաբերյալ կայացվում են հետեւյալ տրամաբանությամբ։ Նորմատիվային խախտում ունենք, չունենք, օքեյ, լավ, հիմա ընդհանուր առմամբ եկեք հասկանանք, եթե X տարածքում, այս տարածքում թույլատրելի է օրինակի համար 40% կառուցապատում։ Երևանի քաղաքապետարանը կառուցապատման տոկոսը արդեն իսկ ֆիքսել է համալիրների համար, որ 40 չի կարող լինել, պետք է լինի 30%։ Այսինքն մենք այդտեղ արդեն սահմանափակումը մտցրել ենք։ Հիմա եկեք հասկանանք, մեզ ինչն է ավելի ձեռնտու։ Եթե օրինակ այս տարածքի վրա կառուցապատվի այդ 40%-ը, թե այդ 40%-ի փոխարեն կառուցապատվի 18%-ը, ենթադրենք, բայց հարկայնությունը ավելի բարձր։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Այսինքն մեր ընդհանուր քաղաքականությունը կայանում է նրանում ոչ թե որ ավելի խիտ կառուցապատեք, ժողովուրդ ջան, այլ ավելի նոսր կառուցապատեք, բայց թույլ կտանք ավելի բարձր որոշ դեպքերում։ Եվ երբ որ այս նորմատիվային տրամաբանությամբ այս հաշվարկի մեջ նմանատիպ նախագծեր են առաջանում, որոնք ասում են շատ լավ, մենք պատրաստ ենք ավել գումար ծախսել, որովհետև բարձր կառուցապատելը ավելի թանկ արժի եւ ավելի նոսր կառուցապատել, որովհետեւ հիմա տենց շատ պարզ եմ ասում, էլի, կոպիտ ասած 216 հարկանի շենք ստանալը իրար կողք նույն ծավալի ավելի ինքնարժեք է առումով էժանա, քան թե մեկ հատ 32 հարկանի շենք ստանալ մի կետում, այսինքն ավելի նոսր կառուցապատում։ Մեր քաղաքականությունը կայանում է նորում քաղաքաշինության նաև կոմիտեն էլ է այս քաղաքականության կրող, որ ընդհանուր առմամբ մեզ պետք է ավելի նոսր կառուցապատում, ավելի շատ հանրային տարածքներ, ավելի շատ կանաչապատ տարածքներ, այս խաղի կանոններով շարժվենք, ժողովուրդ ջան, եւ բոլոր այն դեպքերում, երբ որ այս խաղի կանոններին մարդիկ արձագանքում են, այդ դեպքերում արդեն իրենք ստանում են իրենց համապատասխան թույլտվությունները։ Գիտեմ շատ դեպքերում, գիտեք, կառուցապատման ոլորտը ինքը շատ խիստ մասնագիտական ոլորտ է, եւ ես այսպես ասեմ, բոլոր, այսպես ասած, կարծիքները իհարկե լսելով, ես լսում եմ 5 ճարտարապետի կարծիք այնուամենայնիվ, այսինքն, որովհետև ինքը տենց բուն շատ մասնագիտական հոսքերի մյուսի հարցեր են, եւ միակ բանը նաեւ, որ այդտեղ Երևանի քաղաքապետարանը փոխել է, եւ ամենակարևոր բանը կարծում եմ, մենք միայն նախորդ տարի այդ ոլորտից հավաքագրել ենք 24 միլիարդ դրամ։ 24 միլիարդ դրամ, դրա նախորդ տարիներին 0 էր հավաքագրվում։ Այսինքն բոլոր այն դեպքերում, երբ որ կառուցապատման որևէ թույլտվություն տրվում է, Երևանի քաղաքապետարանը հստակ տուրքեր ունի եւ Երևանի քաղաքապետարան էական մուտքեր են ապահովում նաեւ այդ առումով։ Խնդրեմ, Տիկին Մանավազյան։ Պարոն Ավինյան, հարցս վերաբերում է ավտոբուսների տոմսային համակարգին։ Վերջերս բավականին կարծիքներ են հնչում, որ վճարումները, այսինքն կամ չեն կատարում քաղաքացիները, կամ այնպես են կատարում, որ այդ վճարումը չի հասնում
քաղաքապետը, այսինքն վճարում տեղի չի ունենում։ Կխնդրեմ այս մասին խոսեք, մենք նաև ստացել ենք օրենսդրական նախաձեռնություն, որքանով է կկարգավորվի օրենսդրական նախաձեռնություն ընդունումից հետո իրավիճակը եւ ինչ տեղի կունենա, արդյունքում կունենանք որևէ արդյունք, որը քաղաքացուն պատասխանատվության զգացում կունենա եւ ինքը պարտադրված չէ, բայց գոնե իր պարտքը կլինի ճիշտ վճարումը կատարի եւ վալիդատորների հետ կապված այդ անսարքության մասին կուզեմ խոսել, իրականում կա նման իրավիճակ, որ մեծ մասը, որտեղ հիմնականում բողոքը գալիս է քաղաքացիներից հակադարձումը այն է, որ վալիդատորները չեն աշխատում։ Շնորհակալ եմ Տիկին Մանավազյան։ Նախ մի կարևոր արձանագրում եմ ուզում անել եւ շնորհակալություն հայտնել բոլոր պատասխանատու երևանցիներին, որոնք գրեթե տենց 80%-ն են, որոնք որ առանց որևէ պարտադրանքի, ուղղակի իրենց, այսպես ասած, գիտակցելով իրենց, այսպես ասած, իրենց մասնաբաժին կատարվելիք աշխատանքը հստակ վճարումները կատարում են եւ այդ մարդիկ առանց որևէ պարտադրանքի իրենց այդ պատասխանատվության մասնաբաժինը հասկանալով նաեւ վճարում են տրանսպորտային համակարգի համար, որից նաեւ Երևանի քաղաքապետարանը կարողանում է արդիականացնել տրանսպորտային համակարգը, նոր ավտոբուսներ է ձեռք բերում, նոր տրոլեյբուսներ է ձեռք բերում եւ այդպես շարունակ։ Ինչ վերաբերում է արդյոք նախաձեռնությունը օրենսդրական որևէ բան կփոխի, ես վստահ եմ, որ կփոխի եւ այդտեղ կասկած չունեմ, որովհետեւ գիտեք, ընդհանուր առմամբ եկեք մի իրավիճակ հասկանանք, որ լավ մարդը անպատասխանատու է ընդհանուր առմամբ գերակշիռ մեծամասնության մասին չենք խոսում, մարդը անպատասխանատու է, հա, դե կարա չվճարի, չի վճարում, տենց ու մոտավորապես այդ մոտեցմամբ է վերաբերում, չի գիտակցում, որ այդ ամեն վճարումը լավ վաղվա այդ ավտոբուսի վերանորոգումն է, վաղվա հաջորդ ավտոբուսի գնումն է, վաղվա հարմարավետության ապահովումն է ամբողջ քաղաքի համար։ Հիմա եկեք հասկանանք, ինքը իրան իհարկե դա չի հետաքրքրում։ Իրան հետաքրքրում է մի բան, ինքը պատասխանատվության կենթարկվի, թե ոչ։ Եթե չի ենթարկվի, շատ լավ է, ինչ ա եղել, որ Ժորժ ջան, այդպես էլ կշարունակենք, կասի շնորհակալություն, ստեսություն, բայց սենց ասեմ, տեխնիկական խնդիրները Տիկին Մանավազյան շատ տենց փոքր թիվ են կազմում, որպեսզի հասկանանք մեր համակարգերը ինչ աստիճանի ենք արդեն հասցրել։ Մենք ունենք ավտոբուսների մեջ տեսախցիկներ եւ ունենք նաեւ դռների վրա տեսախցիկներ բոլոր ավտոբուսների եւ ունենք համակարգ, որը հաշվում է, թե քանի հոգի մարդ մտավ ավտոբուս, քանի հոգի դուրս եկավ։ Ունենք համակարգ, որը հաշվում է, քանի հոգի քարտ մոտեցրեց վալիդատորին, իսկ քանի հոգի ուղակի կողքով անցավ։ Քանի հոգի սասի կներեք QR կոդ մոտեցրեց վալիդատորին։ Քանի հոգի իր արդեն, չգիտեմ, որերորդ անգամ սև ցուցակը ընկած բանկային քարտը մոտեցրեց վալիդատորին։ Մենք այդ առումով բավականին հնարամիտ ժողովուրդ ենք եւ նույնիսկ այդ բանի շատ զարմացած դեմքն էլ կարող ենք անել, էլի այդ ընթացքում, երբ որ սասի QR կոդն ենք մոտեցնում։ Վստահաբար այնուամենայնիվ որոշակի տոկոս ունենք խնդիրների, այդ փոքր տոկոս է վալիդատորների հետ եղած խնդիրների եւ ընդհանուր նաեւ կանոնների չհասկացվածության խնդիրներ ունենք, որ օրինակ բանկային քարտով, երբ որ մեկ անգամ վճարեցիր, այդ բանկային քարտով չես կարողանում շարունակել եւս 2-3 անգամ նույն ժամանակում վճարել եւ նույնը Լոնդոնում է, որովհետեւ մեր վալիդատորը ինքը ճանաչում է ոչ թե բանկային քարտ կամ որևէ, ինքը ճանաչում է մի տեսակ բան, արձագանք, էլի, այսինքն սա արված է նրա համար, որ անսահմանափակ, այսպես ասած, քարտով մեկը օրինակ մետրոյի բոլոր բաները չսկսի բացել, այսինքն ամեն մարդ իր անձնական քարտը պետք է ունենա։ Արձագանքում եք Տիկին Մանավազյան։ Արձագանքում շատ շնորհակալ եմ իհարկե պատասխանի համար, բայց նաև պետք է ուշադիր լինենք, որ տեսեք ձեր ասած քաղաքացիները երբ որ տեսնում են օրինակ սասի QR կոդն են անցկացնում կամ սև ցուցակում հայտնված քարտը, երբ որ ստացվում է իրենց մոտ այդ process, իրանք ինքը նաև փոխանցվում է, չէ՞, դե կարամ չվճարեմ, մյուս քաղաքացուն ասում են, մյուսը տեսնում է։ Ուզում ասեմ, այս process-ը ձեզ մոտ ոնց հասկացա 20%-ն, այսինքն 80%-ը
պատասխանատու պարտաճանաչ վճարող քաղաքացիներ են։ Եվ այդ 20%-ի հետ կապված աշխատանքը օրենսդրական նախաձեռնությամբ հարցի լրիվ կկարգավորվի։ Եվ մի բան էլ կխնդրեմ, եթե համարենք, որ այս փուլում արդեն կայացել է մեր տոմսային համակարգի ներդրումը եւ արդյոք ավտոբուսների ավելացում մեկ վախենում եմ այդ հարցը տամ, որտեվ Երևան քաղաքում լրացուցիչ շատ ավտոբուսների ավելացումը բերելու է ավելի շատ խցանումների եւ փողոցը անհնարին լինի անցնելը, բայց մյուս կողմից էլ սպասելա ժամանակը իրականում բավականին շատ է լինում եւ հիմնականում մարդկանց դժգոհությունը ակետից բկետ հասնելու եւ ժամային առումով նաեւ այն ամենապիկ ժամերին խնդիր է առաջացնում։ Շնորհակալ եմ Տիկին Մանավազյան, Երևան քաղաքում հավելյալ 250 ավտոբուսները ներդնելու, ներմուծելու ժամանակ վստահաբար այո, որոշակի հավելյալ խցանումներ ավելանալու են։ Ոչ միայն այդ պատճառով են ավելանալու Տիկին Մանավազյան, այլ նաև ավելանալու են խցանումները հենց այն բան, երբ որ այս տարի հեսա շուտով սկսենք գծել նոր ավտոբուսային գծերը տարբեր հատվածներում, որոնք որ նախատեսված են միմիայն ավտոբուսի համար, բայց սա այն ամենակարևոր փոփոխությունն է, որ մենք իրականացնում ենք։ Այո, պետք է այդ խցանումները առաջանան, պետք է մեր տրանսպորտային համակարգը իր ամբողջական շարժակազմով ծառայի ամբողջ քաղաքին, մեր ժամանակը պետք է քիչ ծախսվի ավտոբուս սպասելու վրա, որ ես, դուք մեր գործընկերները որոշենք, որ մեզ ավտոմեքենա հազվագյուտ դեպքերում է պետք։ Երևան քաղաքում տրանսպորտային համակարգն այնպիսինն է, որ մենք բոլորս մեզ ավելի հարմար է, քան թե գնանք այդ խցանումների մեջ մեր ավտոյով մնանք, այլ նստենք ավտոբուսը, նստենք մետրո, նստենք մյուսը, այդ ճանապարհով տեղափոխվենք քաղաքով մեկ։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ Տիկին Մանավազյան, չկա մի եվրոպական քաղաքի հաջողված փորձ, որը այս ճանապարհով չի գնացել։ Բոլորը ովքեր որ գնացել են այս ճանապարհով հաջողել են, բոլոր նրանք ովքեր որ հապաղել են այս ճանապարհով գնալու, նրանք իրականում շատ ավելի լուրջ խնդիրների առաջ են կանգնած։ Շնորհակալություն, պարոն Բաբայան, ձեզ արձագանքի իրավունքից զրկել ենք, օգտվեք, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Ավինյան, շնորհակալություն հարցի համար։ Հարկայնության հետ կապված գնի այդ ամեն ինչի հետ կապված իհարկե գիտեմ։ Խնդիրը հոսքերի մասին էր, հարցս հոսքերի մասին էր, ոչ թե ես դեմ չեմ Երևանում 35 կամ 75 հարկանի շենքերի գոյությանը, այդ թվում եթե կարիք լինի նաև կենտրոնում։ Խնդիրը այն է, որ այդ ես ասեցի, որ 2000 մեքենա իմ հաշվարկով պլյուս մինուս ինչ որ ժամի, այսինքն առավոտյան երեկոյան Օրբելից Բաղրամյան այդ հատված Օրբելի Բաղրամյան խաչմերուկում դուրս են գալու երթևեկություն։ Սրա մասին էի ասում, ուրիշ բան չէ։ Մերսի։ Շնորհակալ եմ, պարոն Բաբայան։ Իրականում Երևանի քաղաքապետարանը դեռևս նախորդ տարի առաջարկել է կոնցեպտուալ մի քանի կարևոր առաջարկ, որոնք դեռևս ցավոք սրտի քննարկման փուլում են։ Մասնավորապես առաջարկ առաջին՝ նորագյուղ թաղամասի կառուցում, որտեղ որ պետք է լինեն բոլոր բարձրարկ շենքերը, երկնաքերերը եւ զոնավորումը համապատասխանաբար պետք է այդ բարձրարկ շենքերի, ով ունի այդ ցանկությունը, այդ տեսակ բաներ կառուցելու, հիմնականում ուղղորդենք այնտեղ։ Քննարկում ենք, չգիտեմ, հələ ինչքան կքննարկենք, հուսով եմ, որ մի քիչ ավելի կարճ կտևի։ Երկրորդ հատվածը, որը վերաբերում է հոսքերին, պարոն Բաբայան, հետևյալն ասեմ։ Իրականում էլի կարող եմ վերադառնալ Տիկին Մանավազյանի հետ քննարկմանը։ Մենք անպայմանորեն եթե պատկերացնենք, որ ավտոմեքենաների քանակը համապատասխանաբար բոլոր տեղերում, որտեղ որ բնակելի թաղամասեր են կառուցվում, այդ չափով ավտոմեքենաների քանակ պետք է ավելանա, այդ ճանապարհ չի։ Այսինքն անկախ նրանից, թե որտեղ ինչ կկառուցվի, ճանապարհների երթևեկության հոսքի հնարավորությունները կարգավորվելու են ըստ այն պլանի, որ իրականացնում ենք նաև Île-de-France-ի հետ։
Եվ Île-de-France-ի հետ մենք արդեն հաշվարկել ենք, որ պոտենցիալ X ժամանակ հետո այստեղ այսքան բնակավայրը ավելանալու, այստեղ այսքան բնակարանը ավելանալու, այստեղ այսքան հասարակական, օրինակ Նորագյուղում 65000 բնակիչ ավելանալու, գիտենք դա։ Île-de-France-ի հետ երբ որ մենք պլանավորում ենք մեր հոսքերը եւ շարժունակությունն ենք պլանավորում, այդ ամեն ինչը արդեն գիտենք։ Դուք մի պատկերացրեք, որ բոլոր այդ ավտոները այտենց միանգամից ավելացան։ Ուղղակի ֆիզիկապես Երևան քաղաքը չի կարող թույլ տալ դա։ Շնորհակալություն, խնդրեմ պարոն Թորոսյան։ Շնորհակալություն, ես մի փոքր այդ ավտոների թեմայով կոմենտ անեմ ու հետո հարցս տամ, էլի։ Ես ամբողջությամբ կիսում եմ պարոն Ավինյանի տեսակետը, որ մենք պետք է այնպիսի քաղաքականություններ մշակենք, որ մեքենայով տնից դուրս գալը կամ մեքենա պահելը, մեքենա շահագործելը շատ ավելի անհարմար, թանկ եւ ոչ նախընտրելի լինի եւ մենք օգտվենք այլ տրանսպորտային միջոցներից, թե քաղաքի կողմից տրամադրված դա կլինի հասարակական տրանսպորտի բոլոր բաներով, տեսակներով, տրոլեյբուսներ, ավտոբուսներ, մետրո եւ այլն եւ նաեւ այլ ավելի առողջ։ Հիմա չեմ ուզում բան անեմ, շատ ծավալվեմ, որովհետեւ կարող է հետո ասեն դե բան է անում, տենց ինչ որ անլուրջ խոսակցություններ ատանում, բայց աշխարհը դրան է գնում։ Ավելին պողոտաները փակվում են պարզապես եւ կան նկարներ առաջ եւ հետո պողոտան դառնում է զբոսայգի եւ այդ քաղաքի կյանքում միայն դրական փոփոխություններ են լինում, ոչ թե պողոտաները լայնանում են։ Ընդհանրապես կա ապացուցված բան, որ ինչքան ճանապարհները շատանում ու լայնանում են, այնքան մեքենաները ավելի են շատանում եւ ելի մեկը խցանումների հարցը չի լուծվում։ Բայց հիմա հարցս տամ պարոն Ավինյան, որը ու շատ լավ է, որ մեր գործընկերները տկենիցել են այստեղ, հատկապես պարոն Խուդացյանը, մենք սրա մասին այս մի քանի տարի է խոսում ենք, բայց ես անկեղծ ասած դեռ լուծման թունելի վերջի լույսը չեմ տեսնում։ Տեսեք, հաշվի առնելով, որ մենք ինտենսիվ կառուցապատման փուլում ենք բնակելի եւ ոչ միայն բնակելի շենքերի, դրա հետ նաեւ պարզա, որ կառուցում են նաեւ ենթակառուցվածքներ, հոսանք, ջուր, կոյուղի, գազ եւ դրանց ճնշող մեծամասնությունը անցնում են մեր ճանապարհների տակով։ Ճանապարհների, այսինքն քանդվում են ճանապարհներ, քաշվում է հոսանք, գազ, ջուր եւ չգիտեմ, այլ ենթակառուցվածքներ, կաբելային ինտերնետ եւ այլն։ Եվ այդ process-ը իմ տպավորությամբ պետքա մենք ինչ որ մի օր հասնենք այն վիճակի, որ լինի հնարավորինս առաջինը արագ, որտեղ ճանապարհները նաև դրա պատճառով են խցանվում, եւ ամենակարևորը այդ վերջնական վերականգնումը այդ քանդած փոսերի լինի հայելային նույնը, ինչ որ եղել է ճանապարհը մինչև քանդելը։ Բայց մենք ունենք տրամագծորեն հակառակ վիճակը հարգելի գործընկեր։ Ու հետո էլի նաև դրանք դառնում են բեռ եւ համայնքային բյուջեների վրա եւ պետական բյուջեի վրա։ Բազմաթիվ անգամներ խոսել ենք, վարչապետը նույնիսկ ասել է հանձնարարական եմ տվել, որպեսզի ինչ որ օրենսդրական լուծումներ լինեն, արդյոք այդ վերջնական աշխատանքները ընդունվում, հանձնվում են, թե չեն ընդունվում, հանձնվում, իմանալով չեն ընդունվում, հանձնվում։ Լավ, մենք հատկապես որ Երևանի մասն է խոսքը ու ամենաշատը Երևանում է լինում, բայց ոչ միայն։ Մենք այս հարցը ոնց ենք լուծելու։ Հիմա ես չեմ ուզում իմ օրինակները բերեմ ամենօրյա ճանապարհների, որ առնչվում են, որտեվ Երևանում պարզապես տենց տեղ չկա հիմա, որ քանդված ենթակառուցված կանցնելով քանդված փողոց չլինի, որը ինչ որ ձև պետքա վերականգնվի։ Իհարկե կա առաջընթաց, օրինակ արգելապատնեշների մասով, որ մեքենաները չընկնեն փոսը, այդ շնորհակալ եմ շատ պարոն Ավինյան դրա համար, նշաններ կա, անդրադարձիչներով բանով, այսինքն այդ իմաստով լավ է, բայց վերջը ճանապարհը այնպես չի վերականգնում, որ դուք վաղը, որ քաղաքային մեր էլի վճարած հարկերից գոյացած բյուջեից նորից այդտեղ ասֆալտ չանեք ամբողջությամբ։ Շնորհակալ եմ, պարոն Թորոսյան, իրականում ամենացավալի խնդիրներից մեկի մասին խոսեցիք, որը կարող եմ ասել, այս վերջին 3 տարիների ընթացքում երևի թե տենց ամեն տարվա ընթացքում մենք նոր փոփոխություն ներմուծել ենք այդ խնդիրը լուծելու համար։ Իրավական տեսանկյունից կարծում եմ,
որ մենք ամբողջապես բոլոր խնդիրներին անդրադարձել ենք եւ լուծումները տվել ենք իրավական տեսանկյունից։ Նախ խոսամ այն ծավալների մասին աշխատանքի, որ արվել է, որովհետեւ այո, այն ինչ որ տեսնում ենք այն խնդիրները, վստահաբար շատ նյարդայնացնող է, բայց Երևան քաղաքում վերջին 3 տարիների ընթացքում իրականացվել են էլեկտրամատակարարման, գազամատակարարման, ջրամատակարարման հիմնական մագիստրալային աշխատանքներ, ներդրումային աշխատանքներ, որոնք որ մոտավորապես 40-50 տարի մեզ ծառայելու են, այսինքն նոր թաղամասերին մոտեցվել են բոլոր գազը, լույսը, ջուրը, նույնիսկ ինտերնետը, ամբողջը արվել է քաղաքապետարանի մասնավոր գործընկերների ֆինանսավորմամբ, մասնավոր կառուցապատողների ֆինանսավորմամբ եւ իհարկե նաեւ Գազպրոմի, Վեոլայի եւ Հեցի հետ միասին, այսինքն այս 3 սուբյեկտով ենք իրականացրել ահռելի ծավալի աշխատանքներ եւ այս տարի օրինակ այդ ծավալի մի հատ մեծ մաս օրինակ Հեցի մասով շարունակվում է, որով որ Հեցը կառուցում է անկախ ցանց Երևանի փոքր կենտրոնում եւ ոչ միայն փոքր կենտրոնում, բայց հիմնականում կենտրոնում, որով որ այս լույսերի անջատումները, տատանումները էականորեն կլուծվի այդ խնդիրը։ Հիմա անդրադառնամ երկրորդ հարցին, հետևանքների վերացմանը։ Ինչ է արել Երևանի քաղաքապետարանը։ Առաջին որոշումը, որ մենք կայացրել ենք, դա վերաբերել է Տուրքին։ Մասնավորապես ամեն գծամետր փորված ասֆալտի համար Երևանի քաղաքապետարանին պարտադիր եւ մասնավորները եւ կազմակերպությունները, ծառայություն իրականացնող կազմակերպությունները պարտավորվում են 10,000 դրամ վճարել ամեն գծամետրի համար։ Երկրորդ, հստակ ավականու որոշմամբ ֆիքսվել է թե ասֆալտը ինչ ձևով պետք է վերականգնվի եւ որպեսզի հասկանանք գերմանական ստանդարտն ենք վերցրել, որ այդ բացված ամբողջ ճանապարհը բացի նրանից որ նստվածք չպետք է տա մյուս, այլ նաեւ ծայրերով ոնց է կոչվում դա պարոն Հովանեսյան հատուկ բիտումապատ բիտումային նյութով պետք է հատուկ բիտումային նյութով պետք է հանձնեն։ Երրորդ կահավորում, որ հիմա Երևան քաղաքում տեսնում եք հստակ առանձնացված եւ նշանով առանձնացված եւ ցանկապատով առանձնացված։ Այսինքն եւ ամենակարևորը 4-րդ մենք սկսել ենք կնքել ամեն աշխատանքի համար պայմանագիր 2025 թվականից սկսած։ Իրականում դրա համար հիմա մեր վարչության պետերից մեկը բան էր քրեական հետապնդման էր ենթարկվել մոտավորապես տենց մի պատճառով էլի, որովհետև ինքը ասել էր եւս մի նախահաշիվներ պետք է տաս, էսել պետք է տաս, ասել են շատ բան ես ուզում։ Հիմա հետեւյալը ասեմ, պարոն Թորոսյան, այդ առումով պայմանագիրը կնքում է վարչական շրջանը նաև ամեն մի աշխատանքի համար, այդ ընդունում հանձնում, ընթացքում հետևել եւ ամենակարևորը GIS համակարգի վրա, մեր էլեկտրոնային քարտեզի վրա մենք այդ բոլոր աշխատանքները կետային բոլորը ունենք ամբողջական ծավալով։ Այսինքն որոշակի իրավական առումով լուծումները տրված են, պրակտիկ առումով վստահաբար իդեալական չի, բայց sense փուլ ես վստահ եմ, որ արդեն տենց այդ աշխատանքը վերջնականացնելով ավելի մեծ որակ կստանա։ Շնորհակալություն պարոն Ավինյան տեղեկացնելու համար այդ գործիքները, որ կիրառում եք։ Ես այդ 10,000-ը իհարկե գիտեի, մենք էլի ենք քննարկել։ Դրա իմաստը կարծում եմ նաև, որ եթե լավ չվերականգնեն, դուք ամբողջությամբ նորից ասֆալտը անեք, որը տենց այո, վատ հետևանքների դեմ պայքարի միգուցե արդյունավետ միջոց է, բայց ես ինչ եմ ուզում, էլի խնդրեմ, եւ մենք ոչ մասնագիտական աչքով տեսնում ենք, էլի այդ տարբերությունը, օրինակ դուք էլի նույն քաղաքապետարանի պատվերով, գնումներով անում եք ամբողջությամբ օրինակ փողոցի վերակառուցում, մենք տեսնում ենք դա ինչպես է տեղի ունենում, տեսնում ենք այդ շերտերը, խճի, մանրի, խոշորի, տեսնում ենք առաջի շերտը ասֆալտի, տեսնում ենք երկրորդ շերտը ասֆալտի, տեսնում ենք գծանշումը, հետո դրանից մի 500 մետր հեռու կամ 1 կիլոմետր հեռու տեսնում ենք այդ բանը, կաբելի անցկացումը
կներեք, բայց ռուսերեն ասած հիմնականում կուստառնի եղանակներով, որը ոչ մի ընդհանրություն չունի գերմանական եւ նույնիսկ ձեր ստանդարտների հետ, որով մենք տեսել ենք մի կիլոմետր առաջ, որոնք վատը չեն, մենք տեսնում ենք նաեւ ճանապարհների կառուցման որակը ինչքան է բարձանում։ Բիտումը հələ իր հերթին տձև եզր